խոսում ենք հերթական դասախոսությունը, որը նվիրված կլինի տարի կարգին եւ դրա հետ կապված այլ պարագաների, ավելորդ չի հիշեցնել, որ նախորդ դասախոսությունը ավարտեցինք տարի աստիճանի սահմանումով, յուրաքանչյուր տարի համար սահմանեցինք, խմբի յուրաքանչյուր տարի համար սահմանեցինք այդ տարի ամբողջ աստիճան, կամայական ամբողջ թվի դեպքում։ Մասնավորապես կամայական տարի 0 աստիճանը ըստ սահմանման հավասար է խմբի միավորին։ Հիմա ինչ բան է տարի կարգ։ Եթե ժ-ն խմբի տար է, որևէ տար, եւ n-ը որևէ բնական թիվ, հնարավոր է, որ ժ-ն ինքն իր հետ ինչ որ քանակով բազմապատկելու արդյունքում ստանանք այդ տարի միավորը։ Սա թող անսպասելի չթվա, հիմա մի քիչ անց ես օրինակ կբերեմ, բայց առայժմ ձևական կողմին մոտենանք հարցի, եթե գոյությունն է այնպիսի n բնական թիվ, որ տվյալ ժ տարը n աստիճանում հավասար է միավորին, ապա կասենք, որ տարն ունի վերջավոր կարգ։ Տարն ունի վերջավոր կարգ։ Եվ հակառակ դեպքում, այսինքն եթե այդպիսի բնական թիվ չկա, այսինքն կամայական բնական թվի համար ժ-ն աստիճան հավասար չէ j-ի, այդ դեպքում կասենք, որ ժ-ն ունի անվերջ կարգ կամ անվերջ կարգի տար է, վերջավոր կարգի տար եւ անվերջ կարգի տար։ Օրինակ, կամայական խմբում j-ն վերջավոր կարգի տար է, այն պարզ պատճառով, որ միավորի 1 աստիճանը ակնհայտորեն սահմանման հավասար է միավորի։ Ուրեմն կամայական խմբում վերջավոր կարգի տար գոյություն ունի օրինակ միավորը։ Գուցե էլի կան միավորից բացի եւ դրանից կախված խումբը իր բովանդակությունը սկզբունքորեն կարող է փոխել։ Տարի կարգի հետ կապված մի հետաքրքիր առնչություն այսպիսի։ Եթե ժ-ն ինչ որ տար է, որը n աստիճանում հավասար է j-ի, եւ եթե նույն ժ-ն ինչ որ մեկ այլ m աստիճանում հավասար է j-ի, որտեղ n-ը եւ m-ը ամբողջ թվեր են, ապա մենք պնդում ենք, որ ժ-ն այդ դեպքում եթե բարձրացնենք n եւ m թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարար աստիճան, ապա դարձյալ կստանանք միավոր։ Սա հետաքրքիր առնչություն է, որը թերևս բացատրության կարիք ունի, եկեք նայենք, թե ինչպես է այդ փաստը հիմնավորվում։ Եվ այսպես հատկություն, եթե ժ-ն աստիճան հավասար է j եւ ժ-ն աստիճան հավասար է j, ապա ժ-ն բարձրացրած m-n թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարար աստիճան դարձյալ կստանանք j։ Ինչու՞։ Ամենամեծ ընդհանուր բաժանարարի հիմնական հատկությունը այն է, եւ դա դարձյալ ապացուցվում է հանրաշվի նախորդ դասընթացներում եւ օրինակ հեշտությամբ կարելի է դուրս բերել Էվկլիդեսի ալգորիթմից ամենամեծ ընդհանուր բաժանարարը գտնելու, պնդում է, որ ցանկացած m եւ n ամբողջ թվերի համար, որոնցից գոնե մեկը 0 չի, գոյություն ունեն u եւ v ամբողջ թվեր, այնպիսիք, որ m անգամ u գումարած n-ն հավասար է այդ երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարին։ Սա ամենամեծ ընդհանուր բաժանարի մասին թեորեմն է եւ այսպես։ Դիցուկ m u գումարած n-ն հավասար է m-n թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարին։ Հենց այս հավասարությունից հեշտությամբ կստանանք, որ j-ի m-n աստիճանը, այսինքն m-n աստիճան ասելու նկատի ունեմ j-ն բարձրացրած m-n եւ m եւ n թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարար աստիճան, եւ փոխարինելով m-ը m-u գումարած m-ով, հավասար կլինի j m-u գումարած m-v աստիճան, հիմա օգտվելով աստիճանի հատկությունը m-u գումարած j-ի m-u գումարած m-v աստիճան հավասար է j-ի m-u աստիճան անգամ j-ի n-v աստիճան։ Նման հատկություն ես հիշատակել եմ վերում, ես հիմա արագ բերեմ այդ դրվագին։ Ահա, i-ի m աստիճան անգամ i-ի n աստիճան հավասար է i-ի n գումարած m։ Ահա, սրա մասին է խոսքը։ Եվ j-ի m-u անգամ j-ի n-v, շատ բարի։ Հիմա աստիճանի երկրորդ հատկությունը, որ մի քիչ առաջ ցուցադրեցի, j-ի m-u աստիճան հավասար է j-m աստիճան բարձրացրած u աստիճան։ Իսկ j-ի n-v աստիճան հավասար է j-ի n աստիճան բարձրացրած v աստիճան, եւ քանի որ j-ի աստիճանը ըստ պայմանի j եւ j-ի n աստիճանը ըստ պայմանի j, այստեղ կստանամ j-ի u աստիճան անգամ j-ի v աստիճան։ Միավորի կամայական աստիճանը ակնհայտորեն հավասար է միավորի, դա բխում է միավորի սահմանումից եւ աստիճանի սահմանումից տարի, եւ արդյունքում կստանանք j։ Այսպիսով j-ի m-n աստիճան հավասար է j-ի, որտեղ m-n ասելով հասկանում նկատի ունեմ m-n եւ n թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարար։ Սա որոշ պարզություն է մտցնում կարգի եւ աստիճանի փոխկապակցության մեջ եւ հնարավորություն տալիս այսպիսի սահմանում,
ներմուծելու։ Եթե J-ի կարգը վերջավոր է, այսինքն եթե J-ն ինչ որ բնական աստիճանում հավասար է J-ի, ապա այդպիսի բնական թվերի փոքրագույնը, այսինքն այն բնական թվերի փոքրագույնը, որոնց համար J-ը ենաշճան հավասար է J, այդպիսի էների փոքրագույնը գոյություն կունենա, բնականաբար, որտեղ բնական թվերի ցանկացած ենթաբազմություն ունի փոքրագույն տար, այդ փոքրագույն տարը կոչվում է տարի կարգ եւ նշանակվում է OJ-ով։ Փոքրատար OJ-ով, այդպես կկարդանք OJ, տարի կարգ։ Այն նշանակում է նաեւ J-ն ուղղայած գծերի մեջ։ Եվ դարձյալ կարդում J տարի կարգ։ Ուրեմն մի անգամ եւս եթե ընդգծենք, ինչ բան է տարի կարգը։ Տվյալ տարի կարգը, J տարի կարգը նշանակում է կամ փոքրատար J-ով կամ J-ն ուղղայած գծերի մեջ, եւ դա այն փոքրագույն բնական թիվն է, որի համար J-ի ենաշճանը հավասար է J-ի։ Ահա, այստեղ ընդգծում եմ այդ սահմանումը, մտապահենք, սա կարևոր է եւ մենք կգործածելու ենք այսու հետ։ Հիմա օրինակ դիտարկենք։ Օրինակ։ Դիտարկենք կոմպլեքս թվերի բազմության մեջ, բայց արտադրյալ գործողության նկատմամբ հետեւաբար 0-ն արտաքսած այս բազմության մեջ, այս խմբի մեջ վերցնենք I թիվը, I կեղծ միավոր, այսինքն ինչպես տեսնում ենք, հեշտ գիտենք, որ I 4 աստիճանը հավասար է 1-ի, I քառակուսին հավասար է -1-ի, հիշում ենք, բայց եւ որտեղից եթե քառակուսի I 4 աստիճանը կստացվի 1։ Նաեւ I 8 աստիճանն էլ է 1, դա հեշտ է հաշվել, եթե հաշվենք կտեսնենք, որ I 8 աստիճանն էլ է 1։ Իսկ որքան է I կարգը։ Տեսեք, տարբեր աստիճաններում տվյալի տարը հավասարվում է 1-ի, բայց I կարգը այնուամենայնիվ O-ին, այսինքն հավասար է 4-ի։ Ուզում եմ ասել, որ 4-ը ամենափոքր բնական թիվն է, որ I-ին բարձրացնելով այդ աստիճան կստանանք միավոր։ Ինչու՞մ հեշտ է համոզվել ուղղակի I բոլոր աստիճանները թվարկելով I 1 աստիճանը I է պարզ է, I քառակուսին հավասար է -1-ի, I խորանարդը հավասար է I քառակուսի անգամ I, այսինքն -I կստացվի եւ I 4 աստիճանը հավասար կլինի 1-ի այս շարքում։ Եվ ամենափոքր աստիճանը այսպիսով 4-ն է բնական շարքում, որ I-ն այդ աստիճանում 1-ի է հավասար։ I կարգը հավասար է 4-ի։ Շատ բարի։ Իսկ այս նույն խմբում, ցե աստղանիշ խմբում, եթե վերցնենք 3 թիվը, ապա 3-ի ինչ աստիճան էլ դիտարկենք, այն հավասար չի լինի միավորի կամ այական n բնական թվի համար։ Այսինքն, սա նշանակում է, որ 3-ի կարգը, 3 թվի կարգը այս խմբում անվերջություն է։ Անվերջություն է։ Կամ կասենք, ինչպես ասացինք վերևում, այս դեպքում ասում ենք, որ 3-ը անվերջ կարգի տալ է։ Իսկ ին վերջավոր կարգի տալ է եւ դրա կարգը հավասար է 4-ի։ Մի թեորեմ, որը վերաբերում է կարգին եւ բարբերաբար օգտագործվում է, չնայած իր պարզությանը։ Թեորեմն այսպիսին է. եթե որևէ J տարի կարգ հավասար է n-ի եւ ինչ որ մի m-ի համար J-ի աստիճանը հավասար է y-ի, ապա m-ը անպայման բաժանվում է n-ի վրա։ Այսպեսի անսպասելի շրջադարձ ես կասեի, որտեղ մի կողմից մենք խոսում ենք խմբի մասին եւ պարզում է, որ խմբի տարը, կարգը, աստիճանը այսպես հանգեցնում են բաժանման գաղափարին։ Հիշեցնում եմ բաժանման սահմանումը ամբողջ թվերի դեպքում։ Ասում ենք, որ m թիվը բաժանում է n-ի վրա եւ 3 կետ n, այսպես են գրում, եթե գոյություն ունի այնպիսի մի c ամբողջ թիվ, որ m-ը հավասար է n անգամ c-ի։ Այդ դեպքում ասում ենք, որ m-ը բաժանում է n-ի։ Մասնավորապես, եթե m-ը բաժանում է 2-ի, ապա ասում ենք, որ m-ը զույգ թիվ է։ Այս դեպքի համար առանձին տերմին ունենք՝ զույգ թիվ։ Եթե m-ը բաժանում է n-ի, ապա կամ c, որ m-ը հավասար է n անգամ c, եւ այդ c-ն պետք է լինի ամբողջ թիվ բնականաբար։ Տեսնենք, ինչու, եթե J-ի եմաստիճանը y է եւ միաժամանակ J-ի կարգը n է, ապա m-ը կբաժանվի n-ի վրա։ Սրանում համոզվելու համար օգտվենք մնացորդով բաժանման թեորեմից։ Հայտնի է, որ ցանկացած m եւ n թվերի համար, եթե n-ը 0 չի, ապա գոյությունն են միարժեքորեն որոշված q եւ r ամբողջ թվեր, որ m-ը հավասար է q անգամ n գումարած r, որտեղ r-ը բավարարում է այսպիսի անհավասարության, փոքր է n-ից եւ մեծ կանհավասար է 0-ից։ Կրկնում եմ, այսպիսի սահմանափակման բավարարող r գոյություն, միակ r գոյությունն ունի, որպեսզի ապահովի m հավասար է q-ն գումարած r հավասարությունը։
մնացորդը բաժանման թեորեմ ամբողջ թվերի մասին եւ հիմա ես ուզում եմ ցույց տալ, որ եթե ուզում ենք համոզվել, որ m բաժանվում է n-ի, ապա պետք է ցույց տալ, որ այս r-ը բավական է ցույց տալ, որ r-ը հավասար է 0-ի։ Եթե r-ը հավասար է 0-ի, ճիշտ կնշանակի, որ m-ը հավասար է q անգամ n, այսինքն m բաժանվում է n-ի։ Իսկապես r-ը 0 է, տեսեք ինչու։ Որովհետև օգտվենք նրանից, որ j-m աստիճան հավասար է y-ի։ Ես հակառակ հերթականությամբ գրեմ, n հավասար է j-m աստիճան, m-ի փոխարեն կգրենք nq գումարած r աստիճան, օգտվենք աստիճանի հատկություններից, սա հավասար կլինի j-nq աստիճան անգամ j-r աստիճան։ J-nq աստիճանների երթին հավասար է j-n աստիճան բարձրացած q աստիճան անգամ j-r աստիճան։ Վերհիշենք, որ j-ի կարգը n է, հետևաբար սա նշանակում է, որ j-n աստիճանը n է, ընդ որում n-ը ամենափոքրն է այդպիսի հավասարության բավարարող բնական թվերի մեջ։ Այստեղ ինձ հետաքրքրում է այն, որ j-n աստիճանը y է։ J-n աստիճանը կփոխարինենք y-ով, եւ այստեղ կստացվի y-ի q աստիճան անգամ j-ի r աստիճան։ Սա անփոփոխ է մնում j-r աստիճանը։ Բարի, y-ի q աստիճանը այստեղից կարտաքսենք, որտեղ yen չեզոք տարը եւ արտադրյալի վրա չեզոք է պահում իրեն, սա հավասար կլինի j-r աստիճանի։ Սկիզբը եւ վերջը նայենք այս հավասարությունից։ Սկզբում սկսվեց y-ից եւ ավարտվեց j-r աստիճանով։ Այսինքն թե j-r աստիճանը հավասար է y-ի, բայց ինչ էր r-ը։ R-ը մի թիվ էր, որը բավարարում էր այս անհավասարությանը։ Փոքր էր n-ից եւ մեծ կհավասարը 0-ից, որտեղ n-ը j-ի կարգն է։ J-ի կարգը սահմանման ամենափոքր թիվն է, որ j-ն այդ աստիճանում, n-ը ամենափոքր թիվն է, որ j-ն այդ աստիճանում հավասար է y-ի։ Մինչդեռ ստանում ենք n-ից փոքր մի r թիվ, որ j-ն այդ աստիճանում եւս y է։ Եվ եթե այս r թիվը լինի բնական, այսինքն լինի մեծ 0-ից, ապա կստանանք հակասություն կարգի սահմանման հետ, որ j-ն հավասար է n պայմանի հետ։ Հետևաբար, այստեղ միակ հնարավորությունը հակասություն չստանալու համար այն է, որ r հավասար լինի 0-ի, եւ այսպես r-ը 0 է, ինչը նշանակում է, որ m բաժանվում է n-ի վրա։ Թեորեմն ապացուցված է։ Այստեղ այդ հանգամանքը ես եւս մեկ անգամ ստեղնաշարով գրել եմ եւ դուք կարող եք եւս մի անգամ տեսնել։ Այս երեք առնչությունները j-ը աստիճան հավասար է y։ Անհավասարություն այն մասին, որ r-ը փոքր է n-ից մեծ կհավասար է 0-ից եւ այն սահմանումը այն պայմանը, որ j-ի կարգը n է, այս երեք առնչություններից բխում է, որ r-ը պետք է հավասար լինի 0-ի։ Այո, թեորեմի ապացուցումը։ Այս թեորեմից, որը նկատեցիք, բարդ չի, բխում են մի շարք այլ հետևանքներ, որոնք հետաքրքիր են եւ կիրառական նշանակություն ունեն։ Հետևանք առաջին, եթե m-ը եւ n-ը իրարից տարբեր ամբողջ թվեր են, եւ j-m աստիճանը հավասար է j-n աստիճանի, այնուամենայնիվ տարբեր թվերի դեպքում j-ն աստիճան բարձրացնելիս իրար հավասարվում են, ապա երկու բան կարող ենք պնդել։ Առաջին, որ անպայման j-ն վերջավոր կարգի տար է, այսինքն որ j-ն փոքր անվերջությունից դա կգրենք։ J-ի կարգը վերջավոր է։ Եվ երկրորդ, այս m-ից հանած n թիվը բաժանվում է խմբի կարգի վրա։ Այսպիսի երկու հետևանք։ Տեսնենք, թե այս հետևանքը ինչու է ճիշտ եւ ինչու է այն բխում նախորդ թեորեմից։ Դե կարելի է համարել, որ m-ը մեծ է n-ից որոշակիության համար, որտեղ ցանկացած երկու թվերից տարբեր թվերից մեկը մյուսից մեծ է։ Համարենք, որ m-ը մեծ է n-ից եւ գրենք պայման, որ j-m աստիճանը հավասար է j-n աստիճանի։ Ակնհայտորեն այս առնչության հավասարությունից, եթե երկու կողմ բազմապատկենք j-ի մինուս n աստիճանով, ապա կստացվի j-m աստիճան, երկու կողմը կրկնում են բազմապատկում են j-ի մինուս n աստիճանով։ j-m աստիճան անգամ j-ի մինուս n աստիճան հավասար է j-n աստիճան բազմապատկած j-ի մինուս n աստիճանով։ Ակնհայտորեն աջ կողմը ստացվում է y, իսկ ձախ կողմը աստիճանի հատկության շնորհիվ j-ի n մինուս n աստիճան։ Այսպիսով j-ի n մինուս n աստիճանը հավասար է y-ի, որտեղ n մինուս n-ը 0 չի։ Եվ քանի որ m-ը մեծ է n-ից, m մինուս n աստիճանը կլինի բնական թիվ, եւ ստացանք, որ j-ն ինչ որ մի բնական աստիճանում y է, ինչը նշանակում է, որ j-ն վերջավոր կարգի տար է։ Շատ բարի, j-ն վերջավոր կարգի տար է, եւ եթե դրա կարգը նշանակենք OJ-ով, եւ տրվածը ստացանք նաեւ, որ j-ի m մինուս n աստիճան հավասար է y-ի, ըստ նախորդ թեորեմի m մինուս n աստիճանը պետք է բաժանվի խմբի կարգի վրա։ Ահա ըստ թեորեմի։ M մինուս n աստիճանը պետք է բաժանվի խմբի կարգի վրա։ Այս հետևանքը ապացուցված է։ Հաջորդ հետևանքը եւս հետաքրքիր է, եթե խմբի կարգը վերջավոր թիվ է, ապա
Եթե ժեն աստիճան ենք բարձրացնում, բոլոր հնարավոր բնական աստիճանները բարձրացնենք ժեի 1 աստիճան, ժեի քառակուսի, ժ խորանարդ եւ այլն, այդպես բոլոր բնական թվերի համար այդ շարք տարերի շարքը գրենք։ Այդ շարքը կլինի այդ շարքում գոյություն կունենան արդյոք անվերջ քանակով իրարից տարբեր տարրեր, թե ոչ, բարձում է որ ոչ։ Այսինքն այդ բնական ժեի բնական աստիճանները դիտարկելիս այդ բնական աստիճանների մեջ ընդհանրապես վերջավոր քանակով տարրեր կան, որոնք զույգ առզույգ իրարից տարբեր են։ Եվ այդ տարրերը համապատասխանում են առաջին այն բնական թվերին, որտեղ այն խմբի կարգն է։ Ավելի ճշգրիտ, հետևանք երկուսը պնդում է, որ եթե ժ տարի կարգը n-ի է հավասար, ապա ժ-ի բոլոր ամբողջ աստիճանների բազմությունը, որը արտաքուստ թվում է թե անվերջ քանակի տարեր, այստեղ արտաքուստ ֆորմալ իմաստով անվերջ քանակով տարեր են գրված ժ-ի բոլոր հնարավոր ամբողջ աստիճաններ։ Բայց այս բազմությունը վերջավոր է եւ այն բաղկացած է հետեւյալ n տարերից ժ0, ժ-ի 0 աստիճան, որը ինչպես գիտենք ժ-ի 1 աստիճան, ժ քառակուսի մինչև ժ-ի n-1։ Այլ կերպ ասած, այստեղ պնդում ենք, որ ժ-ի կամայական ամբողջ աստիճան հավասար է այս աջ կողմում գրված բազմության տարերից որևէ մեկի։ Ավելին, ոչ միայն այս բազմությունը հավասար է այս աչակողմյան գրված բազմությանը, այլև այս աչակողմյան գրված բազմությունում, որևէ երկուսը իրար հավասար չեն։ Այսինքն այստեղ n հատ արտաքուստ տարբեր տարեր են գրված եւ դրանցից որևէ երկուսը իրար հավասար չի։ Այդ հանգամանքը ես գրել եմ այսպես, որ այդ բազմության տարերի քանակը հավասար է n-ի, քանի որ n տարեր են գրված արտաքուստ իրարից տարբեր եւ դրանցից որը եթե այդ բազմությունը n տարանի է, նշանակում է սրանք զույգ առզույգ իրարից տարբեր են, սա ենք պնդում։ Այս երկու պնդումներն էլ հիմա կապացուցենք։ Առաջինը, սկսենք նրանից, ինչու ժ-ի բոլոր ամբողջ աստիճանների բազմությունը վերջավոր բազմություն է։ Այստեղ դարձյալ օգնում է մնացորդով բաժանման թեորեմը։ Վերցնենք կամայական ամբողջ թիվ k ամբողջ թիվ z-ից եւ կամայական ամբողջ թվի համար գոյություն ունեն այն էլ միարժեքորեն որոշված, որը այս պահին այդքան էական չի, գոյություն ունեն այդպիսի q եւ r թվեր, այնպիսիք, որ կան հավասար է nq գումարած r, որտեղ r-ը բավարարում է այս անհավասարության a, ինչն է այստեղ կարևոր։ R-ը փոքր է n-ից եւ մեծ կամ հավասար է 0-ից։ Կամ 0 է կամ բնական թիվ։ Հետևաբար, օգտվելով այս հավասարությունից, որ կան հավասար nq + r դարձյալ նախորդ դատողությունների նման քիչ առաջ անցկացված, հաշվենք ժ-ի աստիճանը։ Ժ-ի աստիճանը հավասար կլինի k-ի արժեքը տեղադրած nq + r, ժ-ի այդ աստիճանին, ապա աստիճանի հատկություններից ելնելով այն կփոխարինենք ժ nq անգամ ժ-ով, ապա ժ-ի աստիճան բարձրացրած q անգամ ժ-ով եւ նկատի ունենալով որ ժ-ի կարգը n է, սա կփոխարինենք j-ով կստացվի ժ-r։ Այսպիսով ժ-ի աստիճանը հավասար է ժ-ի r աստիճանի։ Սրանով առաջին պնդումը, այսինքն որ ժ-ի կամայական ամբողջ աստիճանը հավասար է ժ0, ժ1, ժ-ի քառակուսի կամ ժ-ի n-1 տարերից որևէ մեկին ապացուցվեց։ Չէ՞ որ r-ը բավարարում է փոքր n-ից մեծ կամ հավասար 0 այս անհավասարությանը եւ կամայական աստիճան ժ-ի հավասար է փաստորեն ժ-ի ինչ որ r աստիճանի, որտեղ r-ը 0, 1, 2 մինչև n-1 թվերից ինչ որ մեկն է։ Ուրեմն առաջին պնդումը իսկապես ապացուցվեց։ Հիմա երկրորդ մասը, այսինքն ինչու այնուամենայնիվ աչակողմյան բազմությունը ճիշտ n տար ունի, այսինքն թե ինչու այս տարերից որևէ երկուսը իրար հավասար չեն։ Սա եւս հիմնավորման կարիք ունի, եւ դա կարելի անել այսպիսի դատողություններով։ Վերցնենք որևէ երկու k եւ m թվեր, որոնք գտնվում են 0 եւ n-ի միջեւ, ընդ որում ձախ կողմից հավասարություն եւս թույլատրելի է, եւ ենթադրենք թե k-ն խիստ փոքր է m-ից։ Դա ընդհանրությունը չի խախտում բնականաբար։ Եվ այսպես, երկու k եւ m աստիճան եւ ենթադրենք թե ժ-ի աստիճանը հավասար է ժ-ի աստիճանին, ընդ որում կան եւ m-ը գտնվում են 0-ի եւ n-ի միջեւ։ Այստեղից անմիջապես ստանում ենք ըստ նախորդ հատկության, եթե ժ-ի կան հավասար է ժ-ի, հիշում եք, այդ դեպքում n-ը բաժանվում է խմբի տարի այդ ժ տարի կարգի վրա։ Այստեղ ժ-ի աստիճանը հավասար է ժ-m, ուրեմն m-կան բաժանվում է տարի կարգի վրա, այսինքն n-ի վրա։ Սա մի կողմից, մյուս կողմից m-կան փոքր է n-ից եւ մեծ է 0-ից։ Ուրեմն տեսեք, m-կան բնական թիվ է փաստացի։ Բնական թիվ է, եւ որը բաժանվում է իրենից մեծ թվի վրա, n-ի վրա։ Որը բնական թիվ իրենից մեծ թվի վրա բաժանվել չի կարող, որովհետեւ m-k բնական թիվը, եթե բազմապատկենք որևէ բնական թվով, թիվը չի փոքրանա, այսինքն m-k չի ստացվի։ Ուրեմն m-k-ն հավասար է nq տեսքի հավասարությունը այստեղ բացառվում է։
ակնհայտորեն, ինչը նշանակում է, որ ստացանք հակասություն, այս երկու տողերը, որոնք մի կողմից պետք է ճիշտ լինեն մեր սկզբնական ենթադրության պարագայում, այսինքն ԺԿ հավասար է ԺՄ հավասարության ենթադրության պարագայում, մի կողմից նրանք պետք է տեղ ունենան, մյուս կողմից դա հակասում է նրան, որ բնական թիվը չի կարող բաժանվել իրենից մեծ բնական թվի վրա։ Սկզբնական ենթադրությունը սխալ է եւ ԺԿ-ն հավասար չի ԺԻՄ-ի։ Այսպիսով, այս միջակայքին, այս բազմությունում ԺԻ 0 աստիճան, ԺԻ 1 աստիճան, Ž քառոքսի եւ ԺԻ-1 այս տարերը զույգ առ զույգ իրարից տարբեր են, եթե նա ԺԻ կարգն է, եւ ԺԻ կամ մայական աստիճան մյուս կողմից հավասար է այդ տարերից որևէ մեկին։ Հաշալի։ Շատ բան արդեն ճշտվեց վերջավոր կարգի տարերի դեպքում, իսկ ինչ կարելի է ասել անվերջ կարգի տարերի դեպքում, սրա մասին էլ խոսենք, եթե ԺԻ աստիճան տեսքի տարերի բազմությունը, որտեղ կան վազանցում է ամբողջ թվերի բազմությունը, այս բազմությունը եթե անվերջ է, ապա մենք կարող ենք ասել, որ տարբեր կայերի աստիճանների դեպքում ԺԻ աստիճանները տարբեր են, եթե կան հավասար ՉՄ-ի, ապա ԺԿ-ն աստիճանը չի կարող հասնել ԺՄ աստիճանի։ Եվ սա բխում է միայն այն ենթադրությունից, որ եթե կարելի է բխեցնել միայն այն ենթադրությունից, որ ԺԻ աստիճանների բազմությունը անվերջ է։ Տեսնենք, թե ինչպես է այդ հանգամանքը ապացուցվում, ինչ դատողություններով։ Ուրեմն, կրկնում եմ, եթե ԺԻ աստիճան այս տարերի բազմությունը անվերջ է, ապա տարբեր ցուցիչների դեպքում ԺԻ աստիճանը եւ ԺՄ հավասար լինել չեն կարող, մի կողմից ավելին ԺԻ կարգը անվերջ է։ Ինչու՞։ Ենթադրենք ճիշտ չէ, որ այսինքն դիցուք կան եւ ԵՄ տարբեր թվեր են եւ ճիշտ չէ, որ ԺԻ աստիճանը հավասար չէ ԺՄ աստիճանի տարբեր ցուցիչների դեպքում։ Բայց այսինքն եթե կան հավասար ՉՄ եւ ԺԻ աստիճանը հավասար է ԺՄ-ի, այդ դեպքում ըստ հետևանք մեկի մենք կստանանք, որ ԺԻ կարգը հավասար է ԺԻ կարգը վերջավոր թիվ է, սա հետևանք մեկն է։ Նայենք հետևանք մեկը հիշեցնեմ ձեզ։ Եթե տարբեր ցուցիչների դեպքում հնարավոր է, որ ԺՄ աստիճանը հավասար լինի ԺՆ աստիճանի, ապա տարի կարգը վերջավոր է։ Այս հետևանքից անմիջապես եզրակացնում ենք, որ տարի կարգը վերջավոր է, բայց եթե տարի կարգը վերջավոր է, ապա ԺԻ աստիճանների բազմությունը վերջավոր է, սա էլ նախորդ հետևանքն է։ Եթե տարի կարգը վերջավոր է, այս աստիճանների բազմությունը վերջավոր է։ Ըստ ենթադրության մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, ըստ ենթադրության, որ ԺԻ աստիճանների բազմությունը անվերջ է, հետևաբար մեր ենթադրությունը, որ տարբեր ցուցիչների դեպքում ԺԻ կա եւ ԺՄ աստիճանները տարբեր չեն, սխալ է։ Ուրեմն ԺՆ անվերջ կարգի տար է մի կողմից եւ մյուս կողմից երկու պնդումն էլ այստեղից միանգամից ստացվում է ԺՆ անվերջ կարգի տար է եւ սրանք պետք է իրարից տարբեր լինեն, եթե կան եւ ԵՄ տարբեր են, ԺԻ աստիճանը պետք է տարբեր լինի ԺՄ աստիճանից։ Շատ լավ։ Թերևս սրանով կարելի է կանգ առնել աստիճանի մասին որոշ պնդումներ մենք ապացուցեցինք եւ առաջիկայում կանդրադառնանք ավելի հանգամանալից այլ իրավիճակներին։ Այսպիսով մենք խոսեցինք տարի կարգի մասին եւ տարի կարգի մասին մի քանի պնդումներ ապացուցեցինք, որոնք գործնականում կիրառենք առաջիկա դասախոսությունների ընթացքում եւս եւ օրինակների վրա կտեսնենք, թե դա ինչ եզրահանգումների է բերում, ինչ հետևանքների է բերում կոնկրետ խմբերի դեպքում։ Ավելորդ չի լինի մի անգամ եւս անցնել ձևակերպված պնդումների վրայով։ Տեսեք, հիմնական նախ տարի կարգ, ինչպես սահմանեցինք, երկու տարերը դասակարգեցինք երկու դասի վերջավոր կարգի տարեր եւ անվերջ կարգի տարեր, ըստ այն պայմանի, ինչ որ բնական աստիճանում տարը հավասար է միավորի թե ոչ։ Սա ջրբաժանի պես բոլոր տարերը դասակարգում են երկու դասի, վերջավոր կարգի տարեր եւ անվերջ։ Վերջավոր կարգի տարերի դեպքում մենք ճշգրտում ենք մտցնում, որոշ տարեր, եթե տարը վերջավոր կարգի է, ապա դրան վերագրում ենք այսպես կոչված տարի կարգ գաղափարը, այսինքն մի բնական թիվ այն է, ամենափոքր բնական թիվը, որ տարը այդ աստիճանում հավասարում է միավորի։ Եվ այդ թիվը միարժեքորեն որոշում է յուրաքանչյուր վերջավոր տարի կարգի համար, այն բնական թիվ է եւ ունի այն առանձնահատկությունը, որ շատ հատկություններ այդ տարի հետ կապված կարգով նկարագրվում են։ Այսպես օրինակ, առաջին հատկությունը, որ մենք ձևակերպել ենք,
Առաջին հատկությունը իհարկե վերաբերում է ամենամեծ ընդհանուր բաժանարարին, այն է, եթե Ž-ն N եւ M աշճաններում Ե, ապա J-ը ամենամեծ ընդհանուր բաժանար J-ն ամենամեծ ընդհանուր բաժանար աշճանում եւս Ե կլինի հաջորդը եթե տարբեր ցուցիչների դեպքում J-M աշճանը եւ J-N աշճանը իրար հավասարում են, ապա անհրաժեշտաբար J-ն վերջավոր կարգի է, ընդ որում M-N թիվը բաժանվում է տարի կարգի վրա եւ հատկապես վճռական նշանակություն ունի մեզ համար այս հետևանք երկուսը, որ եթե J տարի կարգը հավասար է N-ի, ապա J տարի բոլոր ցուցիչների J-ի բոլոր ամբողջ աստիճանների բազմությունը, եթե դիտարկենք, այդ բազմությունը վերջավոր է, ընդ որում ճիշտ կազմված ունի բաղկացած է N տարից, J-ի 0 աշճան, J1, J քառակուսի մինչև J91 աշճան տարերից N տար ունի։ Եվ վերջինը անվերջ կարգի տարի դեպքում այսպիսի մի պնդում, որ եթե բավական է, որ J-ի աշճանների բազմությունը անվերջ լինի, այդտեղից արդեն բխում է, որ J-ն անվերջ կարգի տար է եւ որ տարբեր ցուցիչների դեպքում J-ի եւ J-M աշճանները իրարից տարբեր տարեր են։ Սրանով ամփոփենք այս դասախոսությունը եւ առաջիկայում կրկնում եմ կանանդրադառնանք միածին խմբերին, ենթախմբի գաղափարին եւ տարի կարգը այդտեղ էապես կօգտագործվի։